Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 29-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար, միայն տարվա ծնված նշաններին ենք այստեղ նայում, ուրիշը ոչ մի նշանի, տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը, գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հունվարի 29-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը ինչ-որ հարցում տատանվում եք, թեթև եք անում, ոչ է հարցեր, ինչ-որ բան է ձեզ տանջում կամ ընտրության առջև եք կանգնած նաև և որևիցե հարց այդ օրը կլուծեք, կավարտեք, կվերջացնեք, վերջնական որոշում կկայացնեք, պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, պետք է գնաք, անգամ հուզվում եք մի տեսակ այդտեղ գնալուց, նաև դա կարող է լինել դուրս գալուց եք հուզվում, դա կարող է լինել հիվանդանոց, դա կարող է լինել ուսումնական հաստատություն և այլն, ինչ-որ բան էլ ձեզ այդ օրը տխրեցնում է, ինչ-որ կարող դա է, տխրեցնում է ձեզ կամ հիասթափվում եք ինչ-որ մեկից, ինչ-որ մի պրոցեսից, ինչ-որ մի բանից և այդ օրը նաև ձեր ցանկությունները կիրականանան, մի տեսակ խառ օր է և նա է լինում և նա է լինում, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 29-ին։ Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում, ոմանք ընդունվում են աշխատանքի, ոմանք կարող է ընտանիքի անդամներից են ընդունվում աշխատանքի, ոչ թե դուք
Նաև դա կարող է լինել աշխատանք տանը, զբաղվեք տան գործերով կամ նաև ուղղակի ինչ-որ մի գործ սկսեք, հա, տուն անեք, այդպես վաճառեք, գումար աշխատեք։ Նաև ոմանց մոտ սա առիթ է, կամ պետք է գնաք, կամ պետք է ձեր տուն գան, նաև պետական հիմնարկության աշխատողի հետ կհանդիպեք, որից է մի բան է ձեզ երջանկացնելու, հա, երջանիկ կլինեք, ուրախ կլինեք, նվեր կարող եք ստանալ, նվեր կարող եք տալ ինչ-որ մեկին, կամ ծաղիկներ, քաղցրավենիք, այստեղ ունեք նաև սիրային ժամադրություն, որն է հուզվում եք, որ գնաք, նաև դա պայմանավորվածություն ձեր համար հարազատ մարդկանց հետ է, եւս հա իրենց տեսնելուց կարող եք հուզվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունվարի 29-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը սպասման մեջ եք լինելու, ինչ-որ մարդկանց կարող եք սպասել, ինչ-որ բանի նաև կարող եք սպասել, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք այդ օրը, նաև սուտ կա, ինչ-որ միտեղ սուտ կա, հանդիպում, նաև սուտը դա կարող է լինել, որ սպասում եք, երկար եք սպասում, այսինքն իրենց ասած ժամանակին չեն եկել։ Եվ հանդիպում ունեք այդ օրը, ոչ է հարցում հաղթանակած դուրս կգաք, հյուր ունեք այդ օրը, հյուր կստանաք, կամ դուք հյուր կգնաք, նաև այդտեղ հրավերք ունեք, որ է առիթի, դուք եք մարդկանց հրավիրում, ձեզ մոտ են գալիս։ Եվ ոչ է իրադարձություններ ունեք, որոնք որ դες հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, կամ վերջին մեկ ամսվա իրադարձության ավարտն է, կամ նաև սա նոր է սկսում որևիցե իրադարձություն ձեզ մոտ, մեկ ամսվա այդպես ցիկլ։ Կամ սա ոնց որ պատվեր է, որ մեկ ամիս պետք է անեք, կամ եւ այլն, ինչ որ բաներ են, կամ ամեն ամիս պետք է արդեն սկսեք գումարներ ստանալ, վճարել, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։
Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 29-ին։ Հարկելի նապաստակներ, այդ օրը հանդիպում ունեք, նաև հեռախոսազանգ, խոսում եք, հետո հանդիպում եք իրար հետ։ Նաև այստեղ երկակի օր է, մեկ ուրախ եք, ինչ որ բան է ձեզ ուրախացնում, մեկ տխուր եք։ Սուտ կա այստեղ, սուտը կարող է բացահայտվել, մարդու արարքները բացահայտվի, կամ դիմացինի արարքները բացահայտվի, եւ դուք կարող եք տխրել, տխրում եք կամ հիասթափվում եք տվյալ անձնավորությունից։ Չեք վիճում, ոչինչ չեք անում, բայց տխրում եք այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին հունվարի 29-ին։ Հարկելի վիշապներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև ինչ-որ մեկի հետ ժամ կպայմանավորվեք, կամ արդեն իսկ պայմանավորվել եք, այնպես արեք, որ չուշանաք։ Նաև այդ օրը որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն եւ այլն, յուրաքանչյուր տեղ։ Եվ այստեղ շատ հետաքրքիր, այստեղ պրոցեդուրաներ ունենք։ Մյուս կողմից երջանիկ եք, մյուս կողմից տխուր եք։ Հիմա ես չգիտեմ, այս արդյունքները երջանկության արդյունքներ են, թե տխրության։ Այստեղ ինչ որ մարդիկ կան, ովքեր որ կարող ուղղակի հիասթափվել եք տհաճ է արդեն դա յուրաքանչյուր ամիս գնալ բժշկի է, ինչ որ մի բաները հետաքննեն, հետևեն, նայեն։ Միգուցե այստեղ հղիություն է, անդադ տհաճ է, գնաք, պարկեք այդպես։ Միգուցե դա է, բայց եւ մյուս կողմից էլ երջանիկ եք, ինչ որ մի բան էլ ձեզ երջանկացնում է։ Այսքանը ձեզ համար։
Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հունվարի 29-ին։ Հարգելի օձեր, այդ օրն ոչ է նամակ կստանաք, ոչ է փաստաթուղթ, ոչ է նամակագրական կապի մեջ կողակ լինել ինչ-որ մեկի հետ, տեղեկատվություն, նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, հա, մեկ այլ կենտրոն։ Ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի։ Որոշ գործեր, բայց այդ օրը չեք հասցնում ավարտին, հա, կմնան։ Ինչ որ մեկն է ձեզանից հեռանում կամ ինչ որ բան եք ձեզանից հեռացնում, հա, կարող է դա է ձեզ համար ուրախություն։ Ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, նաև դա կարող է լինել նոր եք ժամ պայմանավորվում, հա, կամ ժամեր եք փոխում, հա, ինչ որ բաների համար։ Դե այդտեղ սպասում եք, կարող է ուղղակի ուշանում են, դա է կարող ցույց տալիս։ Կամ դուք կարող եք ուշանալ։ Չնայած սպասում եք, այստեղ դիմացինն է ուշանում։ Եվ այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հունվարի 29-ին։
Հարգելի ձիեր, այդ օրը ինչ-որ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, դա կապված է տան հետ, ուղղակի տան վարձ եք տալիս կամ ձեզ են տան վարձ տալիս։ Ինչ-որ պահեր են այստեղ, ընտանիքի անդամների հետ կապված է դա։ Ամեն ամիս ինչ-որ բան եք նշում, այս ամիս եւս կնշեք կամ սկսում եք մեկ ամսվա փուլ, որ օրինակ մեկ ամիս ոչ մի գործողություն կանեք տան հետ կապված։ Նաև այդ օրը աշխատանքի կարող են ընդունվեն ոմանք, նաև դա աշխատանքի հետ կապված ինչ-որ մի բանի հաղթանակ է դա, ինչ-որ մի բան ա, ոնց որ լավ եք անում, լավ է ստացվում այդ օրը ձեզ մոտ ամեն ինչ։ Հանդիպում, շփում ձեր ընկերոջ հետ, նաև սա կարող է լինել պետական աշխատողի հետ հանդիպում, որը եւս է ինչ-որ գործերը իդեալական կլինի, լավ կստացվի։ Նամակագրական կապի մեջ կլինեք ոմանց հետ, փաստաթուղթ կարող եք ստանալ, տեղեկատվություն ստանալ, փաստաթուղթ ստորագրել, ոչ է գաղտնիք կբացահայտվի այդ օրը, գումար եք ծախսելու, նվեր եք գնելու այստեղ, նաև կարող է գումար եք ծախսում առիթի հետ կապված եւ նվերը ստանում եք դուք։ Եվ ոմանք ունեն ժամադրություն սիրային, այստեղ շատ ուրախ կլինենք, լավ կանցնի ձեր ժամադրությունը։ Եվ դա կարող է լինել հարազատ մարդկանց տեսնել, ուրախանալ, ժամ եք ասի իրենց, որ օրինակ գան, եթե առիթ է, եւ կամ դուք եք գնում եւ տեսնում եք այնտեղ ուրախանում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հունվարի 29-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում, այստեղ ճանապարհին տհաճ պահեր կան, պետք է ուշադիր գնաք։ Նաև դա կարող է լինել պետավտոտեսուչի հանդիպումը, նաև կարող է լինել, հա, մեքենայի անսարք վիճակը, դա համար այստեղ ուշադիր եք լինում, կամ ինչ-որ մարդիկ են գալիս ձեզ մոտ, դա է ձեզ տհաճություն տալիս։ Սեղանի շուրջ եք նստելու, սուտ կա այդ օրը, գործերը կանեք կավարտեք, կվերջացնեք, ինչ-որ մեկից կարող եք հեռանալ, ինչ-որ բանից նաև կարող եք հեռանալ, որտեղ սուտ կա այնտեղ եւ դա կարող է ձեր տրամադրությունը գցել, նաեւ կարող եք նեղվել, հա, հիասթափվել այդ մարդուց։ Հեռախոսազանգ ունեք, ժամ կարող եք պայմանավորվել կամ հույսով եք, որ ժամ կկարողանաք պայմանավորվել, հա, ինչ որ մեկի հետ, եթե պայմանավորված եք, ոնց որ հույսով եք ճիշտ ժամանակին կհասնեք տեղ։ Եվ սպասման մեջ եք լինելու, հա, այսպես սպասում եք եւ հույսով սպասում եք, որ գոնե շուտ կգան, հա, կարող է սուտը դրանից է եւ դա եք հիասթափվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։
Ինչ է սպասվում կապիկներին հունվարի 29-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը գործնական հանդիպում ունեք եւ ձեզ համար շատ մտերիմ անձնավորություն է իր հետ կխոսեք, հա, այդպես գործերի մասին կքննարկեք։ Նաեւ հյուր ունեք, կամ դուք կգնաք հյուր, ոչ մի բանակ ձեր ձեռքից բաց թողնում այդ օրը։ Նաեւ դա կարող է ձեզ տխրեցնել, հա, այստեղ կարող հիասթափվել ինչ որ մեկից կամ տխրել, նաեւ հուզվում եք։ Տխրությունը նաև հուզմունք է տալիս։ Այստեղ նաև կարող է տխրությունը չէ։ Այստեղ ունեք հաղթանակած իրավիճակ, միգուցե գործնական հանդիպումը ձեր օգտին է ավարտվում, այո, դա համար եք հուզվում կամ հուզվում եք, որ պետք է գնաք թեկուզ ձեզ համար հարազատ մարդ է, բայց այլի պետք է գործերից խոսեք, հուզվում եք։ Նաև այդ օրը ժամ եք պայմանավորվել, ուշադրություն դարձրեք, որ չուշանաք կամ պետք է նոր ժամ պայմանավորվեք ոչ մեկի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին հունվարի 29-ին։ Հարգելի ակաղաղներ, այդ օրը տատանվում եք առավոտյան, ինչ որ բան եք ծանրութեթև եք անում, ինչ որ հարցի հետ կապված, նաև կառավարության առջև եք կանգնում, այդ օրը ժամ կարող եք պայմանավորվել ոչ մեկի հետ կամ արդեն իսկ պայմանավորվել եք եւ ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, նաև աշխատանքային ժամերն եք այստեղ փոխում, ոչ մի կարևոր բան եք այդտեղ փոխում, այլ ժամի հետ կապված կամ աշխատանքի հետ կապված։ Նաև այդ օրը ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք կգնան հարցազրույցի,
Ոմանք նաև շատ աշխատանք ունենան, կարող պատվերներ եք գրանցում այդ օրը եւ նաև պետական աշխատողի հետ հանդիպում է այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում այդ շներին հունվարի 29-ին։ Հարգելի շներ, այդ օրը ոյցե գաղտնիք է բացահայտվելու, նաև ինչ-որ բան է ձեզ ցավ է տալիս, միգուցե գաղտնիքի հետ է կապված դա, ինչ-որ բան ձեզ ցավ է տալիս, բայց չեք տխրում։ Ոմանք նվեր կստանան, ոմանք նվեր կգնեն ոյցե մեկի համար, նաև դա կարող է լինել ծաղիկ, կարող է լինել, ինչ-որ քաղցրավենիք, այդպես ճանապարհ եք գնալու, նաև ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին, նաև վարազներ է կոչվում։ Ինչ է սպասվում խոզերին հունվարի 29-ին։ Հարգելի շներ, վարազներ, նայեցեք, նաև խոզեր է կոչվում, տարով։ Այդ օրը հուզվում եք ինչ-որ մի բանի համար, դա գնալու եք պետական հիմնարկություն, միգուցե դա է հուզմունքի պատճառը, կարող գնալ ուսման կենտրոն, կարող եք ինչ-որ բժշկական տեղ է, որ եւս էլի հուզվում եք։ Նաև ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանք աշխատանքի վայրում է կարող հուզվում, նաև հարցազրույց է, դա է հուզման պատճառը, պետական աշխատողի հետ կհանդիպեք, գումար եք ստանալու այդ օրը,
Տհաճ պահեր կան օրվա ընթացքում, բայց նաև ինչ որ գործեր կանեք կավարտեք, հա, կավ այդ տհաճ պահերն եք անում, ավարտում ինչ որ եւ վերջնական որևիցե որոշում կկայացնեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։